Երևան։ Հա։ Ասում եմ, երկու ձուկն ենք մի պտղուն չաքարավազ, մի քիչ էլ ալյուր, տորտ ենք թխում։ Զարմանում։ Խելը։ Ասում եմ, ինչ է սիրտ ունենք մի տեղ տորտ ենք թխում։ Իսկ ներկայացման գաղափարը ոչ թե իմն է, այլ գլխավոր պրոդյուսերի Արմենի Պետրոսյան, մեր բոլորի մենչի, ինքը երկար ժամանակ նմանատիպ ինչ-որ գործի մասին մտածում էր։ Գաղափարը ինձ հետ որպես ռեժիսոր քննարկեց, ես միանգամայն ընդունեցի, որովհետև Արցախ ինձ համար հարց չի, Արցախը հայրենիք է։ Պատմությունը գծեցինք միասին։ Բնականաբար Արմենը դեմից ասեց հենց բլոկադայի մասին, հենց բլոկադան հետաքրքիր է, սիտուացիան իբր մի հատ արտասովոր սիտուացիա, արդեն հետաքրքիր է եւ հեշտ է դրա մեջ հեքիաթասությունը։ Սա Արցախի առաջին բլոկադան չի։ Ոնց փակել են, այդպես է գնաց։ Այս առաջվանը չի, հիմա ժամանակներ ուրիշ է։ Չեմ ուզում, որ ոչ մի արցախցի դերասան կամ դերասանուհի բեմի վրա տեսնել, ասած ինչու, բայց զգաց ինչ-որ հիմքեր ունեմ, ասի, որովհետև այնքան այս պատմությունը նրանց հոգեհարազատ է ու թարմ է այս ամեն ինչ-որ կատարվելը, որ կարող է շատ դժվար լինի այդ էմոցիան վերապրել, այսինքն դաժանություն է ինչ-որ։ Պատմությունը պատմում է բլոկադայի օրերին երևանցի մի ընտանիքի մասին, ովքեր եկել էին իրենց վիրավոր զինվորի հետևից։ Եկավ, բարով եք եկավ, մեզ համար էլ մեղություն չի, ձեզ զգացեք ինչպես ձեր տանը, ճիշտ եմ ասում դեդո։ Ճիշտ ես ասում, ճիշտ։ Նա հիվանդանոցում, այդտեղ որտեղ պարկած է, հանդիպում է մի արցախցի դեդոյի, որի կերպարը մարմնավորում է Շանթ Հովհաննիսյան, երևանցի նրա քույրը եւ քրոջ ամուսինը, որոնց կերպարները մարմնավորում են հերթականորեն Մարիամ Ալեքսանյան եւ Վաչեն Երիցյան, գալիս են նրան տանելու։ Իմ կերպարի քրոջը ու ամուսնու մոտ առաջացնում է պանիկա, ես մեջտեղում եմ, որովհետեւ ամեն դեպքում այդտեղ ա եղել բավականին երկար ժամանակ, ու պատերազմին ա մասնակցել, ու քանի որ ոնց որ նշեցի ինքը ոնց որ չի ուզում թողնի Արցախը ու գնա, ինչ որ տեղ, դայով հոգու խորքում, իր համար լավ է, որ թեկուզ դրանով մնում են, որովհետև եթե բլոկադան չլիներ, պատմությունը մեր տենց ա։ Մյուս օրը արտանալու էին ու գնային Երևան։ Տանը ապրում է դեդոյի հարսը, Մարջան Ավետիսյան, եւ նրա թոռնուհին, որի կերպարը մարմնավորում է Էլենա Գևորգյան։ Աստղիկը արցախցի կինն է, հավաքական արցախցի կնոջ կերպարն է, ինքը շատ պատասխանատու է։ Տատարատողն է։ Այս կերպարի շերտերը շատ են ու ես սխալվելու տեղ համարյա թե չունեմ։ Սկսած բարբառից, սկսած հարաբերություններից, ամեն տեղ ճիշտ պահել ամեն ինչ, էմոցիան եւ արտահայտչա միջոցները, որպեսզի եւ հասանելի լինի։ Ինքը շատ երբեմն հախուռն, երբեմն զուսպ, հիմնականում զուսպ, բայց իր կորուստներով։ Այսինքն Վարդանը իրավունք ունեն ուրիշների հետ ճակատագիր կիսել, ես չէ։ Ներկայացման հիմնական նպատակը այն է, որ չմոռանանք այն ամենը, ինչ մեր գլխին եկել է, չմոռանանք մեր հայրենիքի այն ամենասուրբ մասերից մեկը, որը տարիներ շարունակ շատ կարևոր դերակատարում է ունեցել։ Մենք ոչ միայն հող ենք կորցրել, այլ նաև ինքը հող չինք հայրենիք է, սրբավայր է եւ նաև այնտեղ 100,000-ից ավել մարդկանց ճակատագրեր են, որոնց մասին չպիտի մոռանանք ու այդ մարդիկ մեր մեջ են ու այդ մարդկանց հանդեպ հոգատարությունը ամենաբարձր աստիճանի պիտի լինի։ Անշուշտ մենք ունենք տարբերություններ եւ այդ տարբերությունները ներկայացման մեջ ընդգծվում են։ Ինչ։ Ծննդատանը միջև էր աղջիկ, 3 տղա է բերավ։ Պատկերացնում։ Ես էլ ասում։ Բնում այդ երեխեքի կարողանա պատ։ Մի բենքան ինքա վերջան։ Պատմվում է ամեն ինչի մասին ու փորձում ենք վերականգնել ոչ միայն մեր, այլ նաև հանդիսատեսի հիշողությունը։ Մենք փորձել ենք յուրաքանչյուր կերպարի, որոնք հավաքական կերպարներ են, էլի, մեր հասարակության, վերաբերմունքը եւ պատմությունը ցույց տալ Արցախի կոնցեպտում։ Հասկացել են, որ մեզ խաբել են հերոսության մասին սուտ պատմություններով։ Հերոսությունը ռոմանտիզացրել են, որ մեռնելը համարենք պատիվ։ Մեր հասարակության մեջ իրանք տենց պրագմատիկ, սառնասիրտ ու մարդիկ ովքեր ճիշտ են դատում իրենց տեսանկյունից եւ չեն ուզում խորանալ որևէ էմոցիոնալ դաշտի մեջ, այդ ուղին ունի այս մարդը կերպարի։ Քանի որ ես ինքս իմ մտքում կերպարը բաժանել եմ երկու մասի, որովհետեւ ներկայացման սկզբից ուրիշ եւ դուրս է գալիս բեմից ուրիշ, ուստի ուղերձները շատ են, ուղերձով գալիս է եւ ուղերձով գնում է։ Ես գիտեմ, դու մտածում ես, թե ես անտարբեր եմ։ Ավետին խորհուրդ կտամ մի քիչ ավելի բաց նայել ամեն ինչին, քան
որ ինքը նայում է։ Պետք քո տեսակն էլ այս ունից անում դե դու։ Ուրախ կլինեմ, որ այս ներկայացում դիտողները, եթե անգամ մի քիչ արցախցիներին չեն հասկացել կամ ընդհանրապես չեն հասկացել, այս ներկայացման միջոցով կկարողանան խոսել, փորձել հասկանալ։ Ես գիտեմ, որ բոլորս եւ հայաստանցիները եւ արցախցիները չեն հասցրել գիտակցել այս կորուստը։ Մի հատ կիսատ ծանր լաց ունենք այստեղ։ Ես քեզանա նեղացած չեմ։ Նեղացած չեմ։